Erkoz Euro takam oturdu. Emler bana. Bakacağım şiver. Var ortası. Bana ne bırakırım bana yok. Bakar ya samartı kapatır. Kalmalı usta. Robin zon kruzon hasta. Dalakan. Göz nasıl etti? Tamam bakalım. Ne şeker kokuyor? Baba ham güvenist ha. Ha kötü oldu. Asım kimse. Söyle. Baba. Bak şuna böyle sıcak var. 5 santim abi. Şöyle nereye? Oo. Şap katarak bir çaka var ki. Tu eres só. Tosum sasma umираю. Соужу, трусу гниет. Sağ ol. Tornoç. Ya tornoç. Tornoç. Hoca da. Ona kırık. İmi kim aradı? Միացրա միկրոֆոնը։ Կարող ես սկսել։ Դրանն աս։ Սերանը անունս Պապյան Ավանեսի։ Ինքս քաջարանցին բնիկ։ Ծառայում եմ հիմա իմ հայրենիքին։ Իմ տղաների հետ միասին։ Պետք է մենք անենք այն ամենը ինչ որ մեր պապերը ժամանակին իրենք երազել են։ Դրա համար այս ամբողջ երիտասարդության հետ միասին մենք եկել ենք կռվի դաշտ, եկել ենք մեր հողը, մեր սուրբ հողը պաշտպանելու։ Ինչ կարող եմ ասել։ Տղաները լավ տղաներ են։ Երիտասարդ, ուժով, ֆիզիկապես, հոգեպես։ Եվ իրենք էլ միասին, մեզ հետ միասին ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ հսկողության տակ են պահում մեր սահմանները, որպեսզի մեր թշնամին, մեր հարևան թշնամին, որ դարեր ընթացքում միշտ ասել է, որ ձերն եք, մենք եղբայր ենք, այսօր մեր թշնամին է իրոք, մեր արյունն է ցանկանում, նա չի կարա, թեկուզ միթիզ հող մեզանից վերցնի։ Մենք կանենք ամեն ինչ որ մեր ուժը, մեր ուժից էլ մի բան էլ ավել, թեկուզ վերջին այրան կաթինով էլ լինի, մենք չենք թողնի, որ թշնամին ներխուժի։ Մենք կորցրել ենք տղաներ, երիտասարդ տղաներ, իրոք, հերոսներ են նրանք եղել, բայց նրանց հիշատակը հավերժ պահելու համար մենք մինչև վերջ կկանգնենք եւ թշնամուն թույլ չենք տա, որ անցնի մեր հողը, մեր սուրբ հողը, բացի մեր հայրենաց հողը, մեր պապերի գերեզմանները եւ մենք ես վստահ եմ, որ իմ տղաները բոլորն էլ միասին կանենք ամեն ինչ, որ մենք մեր հողը վերցնենք եւ ազատ խաղաղ ապրենք, կեցցե մեր Հայաստանը, կեցցե մեր ազատ Հայաստանը։ Դուք հիմա զգում եք, որ դուք Ադրբեջանի հողի վրա եք, թե սա արդեն հայկական հող եք համարում։ Սա միայն ու միայն հայկական հող է, որտեղ ինձ հարազատ է ընդունում։ Սա իմ հողն է, մեր հայկական հողն է։ Մենք հələ Ադրբեջանի հողը չենք մտել։ Մենք ուրիշների հողը չենք ուզում։ Մեր հողն է մեզ պետքը։ Միայն մեր հողը։ Եվ այդ հողի վրա էլ մենք արուն կթափենք, բայց ուրիշին չենք տա։ Սա մեր հողն է։ Ադրբեջանի հող չի եղել այստեղ։ Ադրբեջանը այստեղ հող չունի։ Դուք երբանից եք Կարող եք։ Դուք որքան ժամանակ ինչ արդեն Շիլկայով եք աշխատում։ Շիլկան ես միայն լսել էի, բայց դեկտեմբերյան կռիվների ժամանակ, երբ որ մենք Թուրքին հեռացրեցինք մեր հարազատ կապանից, այն ժամանակ այդ Շիլկան վերցրեցինք եւ տեսանք, որ իրոք Շիլկան իրենից ինչ է ներկայացնում։ Դեկտեմբերյան կռիվներից հետո այդ Շիլկայի վրա սկսեցինք մենք աշխատել։ Ծանոթացանք սկզբից, մեխանիզմը ինչպես է աշխատում եւ
ոնց կարելի է կրակել նրանից, ոնց կարելի է ճշնամու վերացնել, ու դեկտեմբերից հետո մինչև այսօր եթե մեզ պետք է գալիս, ուրեմն մենք օգտագործում ենք։ Ոչ թե նրա վրա մենակ ես եմ աշխատում, իմ բոլոր տղաներն էլ գիտեն, ինչպես կարելի է աշխատել, որովհետև մեզ մոտ դա օրենք է, եթե մեկը մի բան գիտի զենքի տեսակետից, ապա բոլորին ասում է, բոլորն էլ դրան սովորում են, ընդունում են որպես իրենց հարազատը։ Հիմա իմ տղաներս բոլորս էլ միասին կարող ենք մեկս մյուսին փոխարինենք եւ շիլկայով աշխատենք, եւ դշեկայով աշխատենք, եւ կապովետեով աշխատենք, եւ բոլոր տեսակի զենքերը, որոնք մեզ ունենք, որոնք այսօրվա դրությամբ մեզ ունենք։ Այդքան բան է։ Դուք որքան ժամանակ ինչ կռվում եք, որքան ժամանակ ինչ զենք եք վերցրել։ Ես զենքը վերցրել էի 67 թվականը, երբ բանակում էի ծառայում։ 67 թվականից հետո խաղաղ կյանք էի վարում։ Չէի պատկերացնում, թե կարող է պատահի, որ ինչ որ մի ժամանակ գա, որ ես զենք վերցնեմ։ Բայց ապրիլի 24-92 թվականից, երբ որ ես տեսա ինչպիսի բարբարոսություն են անում թուրքերը, մեր հարևանները, ճակերտների մեջ, ես ստիպված իմ ունեցածը, երբ այն ժամանակ մի քանի հատ փամփուշտ ունեի որսորդական, բերի հանձնեցի եւ գնացի ու գրվեցի։ Տղաներին ինձ ասեցին, քո հասակը չի համապատասխանում։ Ես ասացի, ոչ մի դեպքում, իմ արունը ձերանից կարմիր չի։ Ես էլ ձեզ հետ պետք է կռվեմ։ Ու անցյալ տարի 24-ից ապրիլի ես սկսեցի տղաների հետ միասին մեջ մտնել ու կռվել։ Իրոք մարտի դաշտից դուրս եկա հոկտեմբերի 7-ից։ Հոկտեմբերի 7-ից մարտի դաշտ եմ դուրս եկել։ Դուք քանի տարեկան եք եւ ինչ եք աշխատում մինչեւ պատերազմը։ Մի րոպե։ Կարող եք։ Իսկ դուք քանի տարեկան եք եւ մինչեւ զենք վերցնելը որտեղ եք աշխատում։ Ես 48 տարեկան եմ, իսկ մինչև զենք վերցնել ես աշխատում էի ինժեներ Տեպլավիկ, Քաջանի պնդամոլոդիային կոմբինատում։ Ունեմ 3 զավակ, 2 աղջիկ, 1 տղա, բոլորն էլ սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնցից մեկը բժշկականում, մյուսը Զովետում, իսկ տղաս էլ սովորում է պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ապրում ենք համերաշխ, միջին կյանք վայելող ընտանիք եմ։ Եվ այդքանից հետո ես նորից եմ ասում, իմ զավակները թեկուզ Երևանում են, բայց նրանք էլ ընդեղից են կռվում։ Եթե պետք է լինում իմ տղաս կազմակերպում է, որ ասենք ինչ որ պագրուսկաներ, մաշին մեքենաների բարձում եւ այլը, նա ընդեղից է կազմակերպում։ Աղջիկս ասում է, պապա ջան, եթե պետք է ես այսօրվա դրությամբ արդեն ընդունակ եմ վիրահատումներ կատարելու թեկուզ բժշկական ինստիտուտից, գամ ես էլ կռվեմ։ Նենց որ իմ ընտանիքը մի համեստ ընտանիք է, ինչ կարող եմ ասել։ Դուք հիմա պետական կառուցվածքներում եք, դուք կանոնավոր բանակում եք հիմա կռվում, չէ՞։ Սա ձեր ուզած բանակն է։ Իհարկե իմ ուզած բանակն է, բայց հələ որ պետք է էլ ավելի ուժեղացնել։ Կա թերություններ որոշ, դա հավանականությունը մեծ է, որովհետև նոր ենք մենք սկսում, այն թերությունները, որոնք վերահանվում, ժամանակի ընթացքում կվերացվի։ Ինձ թվում է այս բանակը ամենաճիշտ բանակը լինի։ Այս բանակը այն բանակն է, որ ինքն է իրեն պաշտպանում, իր հարազատ հողը պաշտպանում, իր ժողովրդին պաշտպանում, ու այդ բանակը ամենաուժեղ բանակը լինի։ Ես դրա մեջ վստահություն ունեմ։ Վստահ եմ, որ այդ բանակը իրեն կարդարացնի, իսկական ժողովրդի բանակ, իսկական մարդու բանակ, իսկական հարազատի բանակ, այդ մեր հայկական բանակն է։ Все хорошо, сам вопрос. На первую очередь надо, чтобы вот здесь стоял хач, чтобы на вся служба мог выехать. Если будешь заикаться, горючий нету, то нету, другой нету. Поэтому лучше. Начинать экономически, да? А это мы с Турканом после. Ну а что, если генералы воюют здесь из его Это с СНГ. Ребята, как это начинают? Вы должны эту агитацию вести, мол. Давайте, бросайте все нахуй, поверните Он эти ему штуки знаешь как против сказал? Говорит, отец не стыдно, азербайджанский хлеб кушал. Видишь, да, на азербайджанском он стал с ним говорить. Азербайджанский хлеб кушал, а сейчас на Азербайджан ты оружие поднимаешь. Ну, они говорят. Да. Ему. Это по рации, да? Скажи, Да. почему это я азербайджанский хлеб кушал? Я вроде что, тунеядцем был или только в гости к вам ходил? Теперь Жутара. Не то что Гражданин начальник делает просто. Ուրիշ սանդրով հնարավոր չի։ Միայն սրանով։ Որտեղ օրերի ընթացքում որ ասենք այդ կեղտը խոդը մոլեցնում է, չէ՞։ Всё, վայա։
էլ ոչինչ բան չես կարող անել։ Ո՞ք դու տամ սա այդ։ Պապյան բնական է այդ։ За что? Под 5000 на сигареты там. За что? Вот за то, что... За то, что, бля, гражданин начальник, что ли? Արա նույնիսկ всё Լավ, բան արի։ Արա սկաշի Որը պսկապազովից, да? Да, спеши. Այս վերջին լավ անսել ֆորշկաներ այրել։ Քանդած հայկական յուղ, անունը վերջին բանվանին մանա, եկեղեցուն մանա, այս հայկական խաչերի էլեմենտները ես խնդրում բան անիք, էլի։ Տակ յուրած։ Հենա էլեմենտ եք բերել։ Դուք բերել եք, բայց սրանք հիներին են։ Հա, Սրանք էլ ոչինչ բան պետք պիտանի։ Վայ ոտղա եք ախպեր։ նոպա միկրոֆոն ապենա, գույսի չոն։ Էդինա գործը, հա։ Իկնել ոնց։ Տրոֆեյ ասա։ Կուկեն եմ ուղի։ Կարող մի հատ ատորինց։ Այս կողմից դաշտը կա այս դեմի, այս կանաչ դաշտ։ Մեզնից մոտավորապես մի 600-700 մետր հեռավորության վրա։ Սենց դե իրենք են նստած, իրենց խրամատներն են։ Դե ցերեմա որ լավ նայում ես, իրենց շարժում բան բոլոր երևում է։ Սենց ունայես արդի միջո խրամատ են քանդել խոր։ Էներում այլ սպիտակից այրում, ծարկացար հետո սպիտակսես, բայց սենց երկարությամբ էլ են փորած։ Մոտավորապես մի 10 օր առաջ դեից ուզում էին առաջ գային, սենց մի 60-70 հոգի պարկեցին դե։ Երես չկացան։ Արա քին մարդ կամ բացի պեն ասում, ունա լաբար է, 26 հոգի չիկ եկած։ հա, Հա, ինչ է։ հա, բոդի 26։ Այջերը կամոդ։ Բարև ախպեր ջան։ Ոնց ես։ Իչե։ Չկա։ Շերկի կողքին անպայման մարդ էի։ Հետո ես ջուրը ու դան, չեպիրում։ Մի կազոլ կալվանեն դա մի օր ինչ մենք ցիմեջ ջուրը բինուս վարդարա։ Դե փողն է, իջին բաշնա։ Ցիրեք նա դուրը դա տեր կմեղ կնա որ շիրած բանդիրանը։ Ո՞շում անպայման